ճգնաժամ, պառակտում, տարբեր բառեր կարելի է օգտագործել, բայց իմ ընկալումով պարզապես ջրերն են պարզվում։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ յուրաքանչյուր անձ այլևս հարկադրված է հանդես գալ այնպիսի դեմքով, ինչպիսին ինքը նախընտրում է, որը ինքը նախընտրել է։ Այդպես կարծում եմ շատ ավելի ազնիվ է։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա ինքը ում հետ գործ ունի, յուրաքանչյուրը պետք է հայտարարի, թե ինքը ինչ պատկանելություն ունի, ինչ կեցվածք ունի։ Եվ ես այդ առումով շատ դրական եմ գնահատում։ Ինչ վերաբերում է գործընթացին, արդյոք մենք ինչ որ քայլեր պետք է անենք կամ պետք չանենք։ Իհարկե պետք է անենք, բայց ես կարծում եմ մեզանից ոչ ոք էլ այդչափ միամիտ չի, չէ՞, որ մտածի, որ մենք հանրայնորեն պետքա մեր քայլերի վերաբերյալ այսպես իրազեկենք։ Արդեն այդ քայլերը իրենց իմաստը կկորցնեն։ Ամբողջ հարգանքովս ձեր հանդեպ, ամբողջ հարգանքովս հանրության հանդեպ, բայց իհարկե կան քայլեր, մտորումներ, մտածումներ եւ համարժեք քայլերը պետք է իրականացվեն։ Հակականոնական գործողությունները պետք է ստանան իրենց գնահատականները եւ համարժեք պատասխանները։ Չի կարող որևէ գործողություն, որևէ հերձված, դավաճանական որևէ քայլ անարձագանք մնալ։ Սա ես շատ հստակ, շատ որոշակի ասում եմ, համոզված եմ։ Իսկ ինչպիսին կլինեն այդ հարցերը, դա արդեն իմ կոմպետենցիայից վեր են։ Եվ դա ամենայն Հայոց կաթողիկոսի կոմպետենցիային վերաբերող հարցեր են, ես ինձնից հասանելիք բոլոր քայլերը, բոլոր ջանքերը գործադրելու եմ, որ այդ ամենը լինի մեր եկեղեցու կանոնների հետ ներդաշնակ եւ համարժեք։ Երրորդ հարցը։ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսելու հետ կապված։ Ես կարծում եմ այդ հասցի արծիատերը ամենայն Հայոց կաթողիկոսն է եւ ինքը պետք է որոշի, երբ խոսի, ինչպես խոսի եւ ինչ ասի։